Ինչպես դարձել է ահաբեկիչ։ Ես չգիտեի, որ այսքան քաղբանտարկյալ կա։ Սրբազան պայքարի ամբողջ ընթացքում սրբազանի կողքին էիր, նրա հետ նաև գնացիր բանդ։ Ես 2 ամիս Աբովյան քրեակատարողական հիմնարկից դուրս չեմ եկել։ Սրբազանի վերագրվում էր ինչ-որ մարդկանց գյուլելու արտահայտությունը, ասում են ավտոբուսներ վառելու մասին է խոսքը, ինչ-որ աստղիկներ դնել ավտոբուսների տակ։ Այսօր արդեն 4 եպիսկոպոս ունենք ձերբակալված։ Մեզ չափից ավելի հեշտ է տրվել քրիստոնեությունը։ Ասում եմ, որ Միքայել Սրբազանին ձերբակալեցին, տարան են, տեսնում Միքայել Սրբազանին ինչ են ձերբակալել։ Այդ հայրենիքը մենակ քոնն է, մի քիչ էլ թող ուրիշները պայքարեն։ Մոտեցա, sense նայում եմ, ասում եմ բարև ձեզ։ Ասում եմ մոտնաքաշ են sense տալ։ Անհանգստություն ունեի, որ քեզ չվնասեն։ Մենք վերաքրիստոնեացման կարիք ունեցող ժողովուրդ ենք։ Հաղթանակը դրանք չունի։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանն է, վերջերս ավելի հայտնի դարձած նոթատետրով աղջիկը։ Լիդիա շատ կցանկանայի ասել բարի գալուստ ազատություն, բայց դա շատ վիճելի է։ Եվ ուզում եմ այսպեսի մի հարց տամ. ինչպես դարձել ահաբեկիչ։ Ես խնդրում եմ սկզբից, որպեսզի Եվերջո մարդիկ իմանան, ովքեր կարող են Հայաստանի Հանրապետությունում լինել ահաբեկիչներ, դառնալ ահաբեկիչներ, այսպես ասած։ Շնորհակալություն Տիկին Ալիս ջան, շնորհակալ եմ հրավերի համար, ճիշտն ասած, անսպասելի էր շատ հարցը, որովհետև չի սպասում, որ նման հարց որևէ մեկը երբևէ ինձ կտա, որովհետև ակնհայտ է, որ մեր գործը ահաբեկչության մասին չէ։ Դե զավեշտի է վերածված ուղղակի այս ամենը, չես կարող ավելի լուրջ այս ամենին մոտենալ։ Ես ասեմ քո դեմ իրականացված իրավական կամայականությունը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ այսպես հասարակությանը միանգամից համախմբեց եւ այնպես համախմբեց, որ Աբովյան քրեակատարողական հիմնարկում քո 3-ամսյա կալանքը շարունակելու փոխարեն դու այս պահին այս ստուդիայում ես եւ խնդրելու եմ, որ ամենասկզբից նախ մի քիչ քո մասին, որովհետեւ այսպես շատ կիսատ են պատկերացումները մարդկանց Լիդիա Մանթաշյանի մասին։ Մի քիչ քո մասին, հետո մենք անցնենք արդեն կալանքին եւ մնացած մանրամասներին։ Տիկին Ալիս ջան, ես շատ պարզ սովորական ընտանիքի մարդ եմ։ Որևէ արտառոց բան չկա իմ ընտանիքում եւ իմ մեջ։ Ուղղակի երկրի վիճակը տեսնելով ավելի շատ պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, գրեթե ինչ եղել է ամեն ինչի փորձել եմ մասնակցել։ Ապրելով Տավուշում ամեն անգամ թույլտվություն եմ վերցրել աշխատանքից, տարբեր տեղերից, որ ես պիտի լինեմ այս պահին այնտեղ, որտեղ մարդիկ հավաքված են ճշմարտության պահանջով, որովհետև օրինակ երբ որ 20 թվականից առաջ մարդիկ ասում էին, այս մարդիկ եկել են Արցախը հանձնելու համար օրինակ, ինձ համար անկեղծ եմ ասում, այդքան ակնհայտ չէր դա, բայց պատերազմից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ որ ես էլ միանգամից այդ պահին թուղթը տեսնելուց հետո ես հասկացա, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա, դավաճանություն կա, միանգամից ինչ եղել է ամեն ինչի մասնակցել եմ, հա, նույնիսկ մարդ ա եղել ասել այսօր հանրահավաք ենք անում, եկեք հավաքվենք կառավարության շենքի դիմաց, ես Իջևանից եկել հասել եմ այստեղ, պարզվել է 30 հոգի ենք մենք ընդամենը հավաքված, բայց լռել չէի կարող, բոլոր միջավայրներում միշտ խոսել եմ այդ մասին, իմ ընտանիքն էլ եղել է սովորական հայրենասեր ընտանիք, պարզ հայրենասեր ընտանիք, ով որ միշտ հասկացել է պետության նշանակությունը, իրավաբանների ընտանիքում եմ մեծացել, պապիկս էլ հայրս էլ եղել են իրավաբաններ, պետության արժեքը շատ ընկալել են մեր տանը միշտ։ Դե ամենամեծ մեղքը դա է։ Հիմա ամենամեծ մեղքը դա է։ Հա, այդպես եմ ես մեծացել, ընտրել եմ մաթեմատիկի մասնագիտություն, որը ընդհանրապես կարելի ասել նեյտրալ մասնագիտություն է։ Եվ հայտնվել եմ այս միջավայրում, որը պայքարի միջավայրն է, չեմ լքել այդ միջավայրը, նույնիսկ քրեակատարողական հիմնարկում գտնվելով, ես մտածում եմ դա էլ պայքարի մի փուլ է, որը պետք է անցնենք ու այս պայքարը հնարավոր չի, որ հաղթանակ չունենա։ Մենք միևնույն է հաղթանակով ենք ավարտելու պայքարը ու պայքարը միայն այս մայիսի 9-ից սկսած սրբազան պայքարը չի, սա հայ ժողովրդի հավերժական պայքարն է իր պետության համար, իր ինքնության համար, իր արժեքների պահպանության համար, որը հաղթանակով է պսակվելու ու հիմա ես երբ որ տեսնում եմ, անկեղծ ասած ինֆորմացիայի պակաս ունեի քրեակատարողական հիմնարկում,
դուրս եկա, այդպես դեռ շոկի մեջ եմ ինչա կատարվում։ Ես չգիտեի, որ այսքան քաղբանտարկյալ կա, որովհետև իմ ազատումով մարդիկ մի փոքր մխիթարվեցին, բայց սա մի փոքր բան է, մի փոքր մասնիկ եմ այդ ամբողջ մարդկանց մեջ է։ Վստահ եմ, որ եւ այդ ազատագրությունն է լինելու, եւ կարողանալու ենք եւ իրենց ազատագրությունն է լինելու, եւ կարողանալու ենք մեր երկիրը ազատագրել։ Դեռ ճանապարհը ես չգիտեմ, բայց որ տեսնում եմ ինչեր են անում երկրի ղեկավարները, հասկանում եմ, որ այնպեսի տպավորություն է ինձ մոտ, որ իրենք էլ են ուզում իրենց ոտի տակը փորեն, արդեն անհավատալի բաներ են անում, էլի, որ երբևէ չենք պատկերացրել, որ հնարավոր է անեն ու տեսնում եմ մարդկանց այդ պրկված վիճակը։ Կա նաև հիասթափություն, որ ոչինչ հնարավոր չի, որ մենք կարողանանք անենք, այդպիսի զգացում էլ կա իրենց մոտ։ Բայց արդեն պրկված վիճակ է, այսպես ինչ որ պայթյունավտանգ վիճակ է, ինչ որ միտեղ տրաքելու է, չգիտեմ ոնց է լինելու, ու հուսով եմ դա ազատագրության համար է լինելու։ Լիդիա, մենք ազատագրության դեր կանդրադառնանք, ուզում եմ մի քիչ հետ գնանք Սրբազան պայքարի ամբողջ ընթացքում Սրբազանի կողքին էիր, նրա հետ նաև գնացիր բանդ, այսպես ասած, զրկվեցիր ազատությունից, ինչպես դա տեղի ունեցավ, ես կխնդրեմ ուղղակի մեղադրանքի հիմքում ինչն էր ի վերջո, արդյոք նոթատետրում արված այդ մի քանի գրառումը, որը մենք տեսանք, առաջին զգացողությունները ինձ շատ հետաքրքիր են, երբ հասկացար, որ անազատության մեջ ես հայտնվելու, ինչ ապրումներով գնացիր, ինչպես քեզ դիմավորեցին եւ ընդհանրապես ինչպես է անցել քո 5 ամիսները Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Տեսեք, երբ որ հունիսի 24-ին հրապարակվեց այդ հայտնի փաստաթուղթը, ժողովրդական անցման պլանը, որը չգիտեմ, այդ որ շակերտավոր խելացին է կազմել, որովհետև շատ անհավանական շրջանակներից մարդկանց ներառել են մի թղթի մեջ, հա, ու իբր այդ մարդիկ հավաքվելու են եւ իրենք իշխանապողություն պիտի անեն ու նաեւ իրենք չէին նշում, որ դա 24 թվականի փաստաթուղթ է, էլի ոչ թե այս տարվա։ Այդ փաստաթուղթը երբ եղավ, ես վազել եմ Սրբազանի մոտ, այնտեղ մերոնցից էլի մարդիկ կային, ու արդեն պարզ էր, որ ինչ որ մի բան ուզում են սարքեն։ Այնտեղ կարծիք հնչեց նաեւ մեր Սարգսյան Արտուրն ասեց, որ մեզ ձերբակալելու են, բայց անկեղծ ասած որևէ մեկը նաև ես չէի պատկերացնում, որ այդ որ ասում են մեզ ձերբակալել են, ես էլ եմ մեջ լինելու, չնայած ես հանձն եմ առել դա ու այնպես չի որ շատ դժկամությամբ ընդունեցի դա, այսպես ասեմ։ Ես մեծ պատվով ընդունեցի դա։ Հաջորդ առավոտյան 8:30 եկան մեր տուն։ Ես երբ որ ուզում եի այդ նման դեպքերում, գիտենք պետք է զանգենք պատգամավորների, իրավաբանների, բան, որ կարողանան այցելել, էլի ձերբակալության վայրերում ու փորձեցի զանգել անհասանելի մերոնցից բոլորի մոտ ինչ որ խնդիր կար, մեկը չէր վերցնում հեռախոսը, մեկը ասեց մեր տուն մտել են հայտնի բոլորին, զանգեցի մեր Մովսեսին, այդ պահին որ զանգում եմ իրան, հետո այս բանը դատանում ինքը պատմեց ինձ, ասում է այն պահին ես զանգել, որ ես հեռախոսը դնում եմ ականջիս մոտենում եմ պատուհանին, Սրբազանի տաններ ինքը ապրում, Սրբազանի տան պատուհանին ու տեսնում եմ դիմակավորված մարդիկ պարսպից ներս են թռնում։ Այդ պայն ինքը ինձ ասեց, Լիդիա բոլորին ասա Սրբազանի տուն լցվեցին մասկաներով, ես էլ այդ պահին արագ հեռախոսով ուղակի փորձեցի տենց ձայնային ուղարկել, ասել, որ նման բան է կատարվում։ Արդեն պարզ էր, որ բոլորից ձերբակալելու են, նույնիսկ մինչև իմ նոթատետրը գտնելը, իրենք արդեն ձերբակալման որոշմամբ եկել էին մեր տուն, իրենք չգիտեին, որ ես ունեմ նոթատետր, ինչ կա այդ նոթատետրի մեջ գրած։ Իրանք ձերբակալման որոշմամբ եկել էին, ուղղակի ուրախացան, որ ինչ որ մի բան էլ գտան գոնե, որը կարող են դնել գործի տակ, բայց աբսուրդ է, երբ որ իմ մայիս ամսվա գրառումների համար ձերբակալում են ինձ ու ասում են նոյեմբեր ամսից ահաբեկչություն են կազմակերպել։ Այդ ո՞նց ենք նոյեմբերից կազմակերպել, եթե դուք մայիս ամսվա, մայիս ամիսն էլ դուք բոլորը Հայաստանում բոլորը տեսել են, էլի ինչ էր կատարվում։ Այդ պայքարի շրջանում մենք ինչ պիտի դնենք բան հաջորդ տարվա համար ահաբեկչություն կազմակերպեինք։ Մի խոսքով սա փուչիկ է, որը տրաքելու է ու տրաքեց կարելի ասել։ Ովքեր ներկայացնում էին այդ փուչիկը, այնտեղ խոսում էին
գյուլելու մասին, սրբազանի վերագրվում էր ինչ-որ մարդկանց գյուլելու արտահայտությունը, ասում են ավտոբուսներ վառելու մասին է խոսքը, ինչ-որ աստղիկներ դնել ավտոբուսների տակ եւ այլը եւ այլը։ Հետագայում պարզվեց, ինչպես փաստաբանները բացահայտեցին, որ ակնհայտ էր, որ սրբազանի գյուլել արտահայտությունը վերաբերում էր ինչ-որ ապագայում ապրիորիկ ինչ-որ պետության ղեկավարներին, որոնք պիտի պատժեին նրանք, ովքեր զբաղվում են թմրանյութերի վաճառքով, տարածմամբ, իսկ այդ աստղիկների մասին, ավտոբուսներ պայթացնելու մասին, հա, ինչ որ վնասելու մասին առհասարակ, եթե չեմ սխալվում, այդ պլանի մեջ, այսպես ասած, ահաբեկչության որևէ խոսք չի եղել։ Տեսեք, իրենք ունեն, ես չգիտեմ ուղղակի ինչ չափով կարող եմ ասել, որովհետև գաղտնիք պահելու պարտավորվածություն ունեմ։ Իրենք ինչ որ աստղիկներից էին խոսում, որոնք այդպես էլ չկարողացան գտնել։ Այսինքն այդ պլանի մեջ չկա ընդհանրապես Պլանի մեջ չկա, իրանք ինչ որ խոսակցություններ են վերցրել, որոնք շուտով, երբ որ հիմա փաստերի քննման փուլին հասնենք, դուք էլ կլսեք, ինչ որ մարդիկ կարծիքներ են արտահայտում։ Կարանք այսպես անենք, կարանք այնպես անենք, բայց որևէ գործողություն դրա ուղղությամբ չի արվել։ Այսինքն հետո էլ կա շարունակության մեջ, որ Սրբազանն ասում է՝ մի խոսեք այդ թեմով, չենք անելու այդ բաները։ Այսինքն իրանք նույնիսկ այնքան անփույթ են գտնվել, որ չեն պատկերացել, որ այդ մաս խոսակցության հանեն արանքից։ Որ Սրբազանն ասում է չի արվելու այդ բաները, ոչ ոք չի արվելու։ գոնե սրբագրը եկել է ասել։ Դե շատ անփութորեն այդ գործը սարքեցին, 2 ամսում ուղարկեցին դատան, այնպեսի տպավորություններ, որ քննչականը ուզում է ազատվի ուղղակի դրանից, առանց որևէ հարցաքննության, առանց որևէ առերեսման, որևէ բան անելու, 2 ամիս հետո ես 2 ամիս Աբովյան քրեակատարողական հիմնարկից դուրս չեմ եկել։ Սովորաբար մարդկանց, որ նոր բերում են, տանում են քննչական, հարցաքննության, տարբեր առերեսումների բաների։ Ես 2 ամիս դուրս չեմ եկել։ Երբ որ 2 ամիս հետո եկան մեզ տանելու դատական նիստի օգոստոսի 18-ին, ասում մի հատ նայեմ, էլի տեսնեմ ես որտեղ եմ, մի հատ թողեք այսպես կողքերս նայեմ, տեսնեմ այս շենքը որտեղ է գտնվում ընդհանրապես։ Այսինքն որևէ բան չարեցին, ու երբ որ արդեն մեր դատական նիստի դալճը մեր պաշտպանները ասացին, որ որևէ առերեսում չի կարելի, ինչ գործ է սարքած, հիմա այտենց գործից մաս են առանձնացրել, այտենց կանչում են, 2 անգամ կանչել են հարցաքննության, բայց 5 ամիս հետո այդպես գործ չեն անում, էլի։ Իսկ չասացիր քո առաջին ապրումները, ինձ շատ հետաքրքիր է քո ներքին զգացողությունները, եւ հանցավոր աշխարհի հետ կապ չունեցող մարդը պես պատահաբար հայտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկներում։ Այդ միջավայրի մասին կանայք ինչպես դիմավորեցին, ինչպես անցավ 5 ամիսները։ Իմ այնտեղ ամենամեծ մտածումն այն էր, ես չգիտեի, որ այս չափով եկեղեցու դեմ հալածանք է սկսվելու, ես հենց մեր տուն մտել են, այդ եմ ասել, ամոթ է, որ հիմա դուք Բագրատ Սրբազանի նկատմամբ այսպիսի հալածանքներ եք իրականացնում, ու այդտեղ եմ ասել, քննչականում եմ ասել այդ նույն խոսքերը իրանց, ինձ նույնիսկ քննիչը ասում էր, որ ղեկավարությունից մտնում են, խնդրում եմ այդպես բաներ մի ասա, էլի։ Ես ասում եմ, ձեր ղեկավարությունը պետք է լսի իմ ասածները։ Բայց ես չէի պատկերացնում, որ այս ձևով կընթանա ամեն ինչ, ու բացի Բագրատ Սրբազանից էլի եպիսկոպոսներ կձերբակալվեն, հա, այսօր արդեն 4 եպիսկոպոս ունենք ձերբակալված։ Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որ գնացինք, այդտեղ այդ բանը անցակետում ասացին, եկաք արդեն։ Ես ինձ ուղեկցողը ասեց, ոնց ձեզ ասել են, որ գարես ենք, ասեցին, չէ, լուրերին էինք հետևում։ Այդպես մտանք, իրենք գիտեին, որ ես ով եմ, ինչ գործով եմ, մտա ներս, բայց այն մարդիկ, ովքեր որ ամբողջ օր ներսում ծառայության են, իրանք հեռախոս օգտվելու հնարավորություն չունեն, իրանք չունեին ինֆորմացիա ով է գալիս, ինչ անում։ Ինձ համար շոկ էր առաջի խուզարկությունը։ Տեսեք, ես մարդ եմ, ով որ երբևէ մինչև եկեղեցում այսպես գործունեություն ծավալելն ես չեմ երդվում, որովհետև ես երբ որ որևէ բան ասել եմ, մարդիկ ինձ միշտ հավատացել են։ Եթե չեն հավատացել, իրենց խնդիրն է։ Իմ այոն այո է, ոչը ոչ։ Այդպես։ Ու երբ որ քեզ խուզարկում են, որպեսզի ընդունեն ներս, մտածում են ինչ որ կարող է ոչ օրինական բան փորձես մտցնես հետդ ներս, ինձ համար շոկ էր առաջի անգամը։ Ոնց թե ինձ ոնց որ վիրավորանք զգայի, բայց հետո դառնում է սովորական։ Խցում ասեմ, այդքան չգիտեին, որ ինչ որ կին էլ կա ձերբակալված, երբ որ տարան մեզ ընդհանուր խոց։ Քանի հոգով Խցում չգիտեին, 3 հոգով էինք։ 6 օր կարանտինում եմ եղել։ Կարանտինի ժամանակ աշխատողներից մեկը չիմանալով, որ ես չգիտեմ, պես ասեց, բանը, դե ոչինչ, լավ է, Բագրատ Սրբազանը Միքայել Սրբազանի հետ է հիմա, ասում եմ, ոնց են իրար հետ։
ասում է որ Միքայել Սրբազանի ձերբակալեցին տարան են, տեսնում Միքայել Սրբազանին ինչ են ձերբակալել։ Ես ինֆորմացիա չունեի ընդհանրապես, չգիտեի ինչ է կատարվում արտաքին աշխարհում։ Այդպես շոկի մեջ լսում էի պատուհանից խոսակցություններ։ Պատուհանից չի կարելի խոսել ընդհանրապես, մեկուսարանում գտնվող մարդիկ, եթե դատապարտյալները չեն, դատապարտյալների մոտ ազատ ռեժիմ է բանտում։ Առավոտյան դուռը բացում են, իրենք դուրս են գալիս բակում, քայլում են, շփվում են իրար հետ։ Մեզ մոտ մեկուսարանում փակ ռեժիմ, այսինքն դու պիտի շփվես մենակ քո խցի մարդկանց հետ։ Այսինքն խցից Եկել դուրս չեք գալիս։ աշխատակիցների հետ։ Մի ժամով դուրս ենք գալիս, գնում ենք զբոսանքի, բայց այդ զբոսանքն էլ էլի առանձին տեղում։ Փոքրիկ խցի նման տարածք է, ձեր ստուդիայից փոքր տարածք է։ Ինֆորմացիայի որևէ աղբյուր չունեք, ասենք երեկոյան համեկել չեք նայում։ Ունենք, ընդհանուր խցում ունենք, բայց երբ որ կարանտինի մեջ ես, ոչ մի բան չկա։ Այնտեղ նույնիսկ թույլ չեն տալիս, օրինակ գոտի մտցնես, այս տարբեր բաներ կա, էլի որ կարանտինում բանը խցի լույսը միշտ միացրած են թողնում, որ անդադ նայեն, տեսնեն, կարող է հանկարծ սուիցիդալ ցանկություններ ունենաս։ Այդպես մի տեսակ ավելի խիստ է կարանտինի մեջ։ Հետո որ գնացի ընդհանուր խոց, չգիտեին որ ինչ գործով եմ, ինչ եմ, հետո որ ասեցի, այնտեղ շատ էին բանը, նեղվում ոնց կարա այսպիսի բան լինի, այսպիսի գործ լինի, բայց ասեմ, որ քրեակատարողական հիմնարկում որևէ մեկը չի ընդունում իր մեղքը։ Այդպիսի բան կա, բոլորն արդար են այնտեղ, բոլորն իրենց արդար են համարում։ Ես որ լսում էի պատուհանից իրար հետ խոսում են մարդիկ, կանայք ինչ վատ լեքսիկոնով են խոսում, ասում էի կարող մի օր գա ես էլ այդպեսին դառնամ, բայց դե բնականաբար մեծ մարդ եմ, դժվար էլի։ Այդպիսի թուլություն լիներ ու ինձ համար շոկ էր, ես չգիտեի, որ անչափահաս տղաներն էլ են այնտեղ։ Հարևանությամբ եք։ Հա, իրենք էլ ասեն, կողքի խցում, ես որ նոր գնացի կարանտինի մեջ էի, նոր տղա էին բերել, ով որ առաջի անգամ չէր գալիս, անչափահաս։ Առավոտյան ստուգման ժամանակ, որ բացեցին դուռը, ասին, վա, ես էլի եկել ես։ Զարմացա։ Անչափահաս է, դեռ 17 տարեկան, բայց արդեն որերորդ անգամ գալիս է այնտեղ։ Լավ դեպքեր եմ տեսել, մարդկար բարձրագույն ընդունվեց սովորելու այնտեղից, մարդիկ կա դպրոց են գնում, փորձում են ինչ-որ բան սովորեն, բայց մարդիկ էլ կա տեսնում ես, որ իրենք չեն էլ փոխվելու, որևէ ձևով չեն էլ փորձելու իրանց հետագայի կյանքը ուրիշ ձև վարել։ Դիզա խոսել ես իրենց հետ, դուք Տավուշում ամբողջ ընթաց, եթե չեմ սխալվում, դու բանկում ես աշխատել, չէ, եթե չեմ սխալվում, եւ շատ բարձր, այդպեսի լսել եմ, որ շատ բարձր աշխատավարձը թողել եւ գնացել ես Տավուշի թեմում աշխատելու, քո համոզմունքներից ելնելով, որպեսզի օգտակար լինես նաեւ եկեղեցում եւ այն տեսանյութերը, որոնք մենք համացանցում պարբերաբար տեսնում ենք, նաեւ Լիդիա Մանթաշյանի, այսպես ասած, շնորհքներ։ Այսինքն հավատով ես այդ ամեն ինչին գնացել անազատության մեջ օգնեց քեզ հավատը եւ արդյոք փորձել ես փոխանցել դա այն մարդկանց, որոնց հետ գտնվել ես այդ 5 ամիսների ընթացքում։ Տեսեք, այնտեղ ես քարոզչություն այսպես ասած չեմ արել։ Ես շփվում էի այնտեղ իմ խցի երկու անձի հետ։ Այնտեղ փոփոխությունները լինում էին ինքնըստինքյան։ Այսինքն մարդը տեսնելով քեզ, տեսնելով քո վարքը, փորձում էր իրեն էլ բերել այն դաշտ, որ քեզ հետ հարմար կարողանա ապրել։ Այսինքն քո նկատմամբ վերաբերմունքը դրական էր։ Բնականաբար, այո։ Չէ, ես այնտեղ վատ վերաբերմունք չեմ տեսել, անկեղծ ասած, ոչ կալանավորների կողմից, ոչ դատապարտյալների կողմից, նույնիսկ շատ մտահոգ էին, ասում էին, ես Լիդիայի տեղը չի, պիտի չլինեն, նույնն էլ աշխատակիցները։ Շատ էին ասում էին, ես քո տեղը չի, նույնիսկ ասում եմ, երբ որ դատից հետո հետ էի գնում, աշխատողն ինձ կար դուռ փակում էր, ասում էր, ես քեզ հետ չեմ ընդունում, գնա ստեղ, չեմ ուզում դու գաս այստեղ։ Պետք չի դու այստեղ լինես, բայց դե դատարանը որոշել։ Ես չեմ գալիս բերել են։ Հա, այդպես էր։ Լիդիա, երբ առաջին անգամ այդպես բոլորդ միասին հայտնվեցիք դատարանի դահլիճում, բոլորին ճանաչում էիր, բոլոր 18, այսպես ասած, սրբազան պայքարի գործով անցնող, թե ոմանց առաջին անգամ էիր տեսնում, եւ կուզեի, որ ում ճանաչում ես, ում մասին, որ կարող ես որոշակի ինֆորմացիա տաս, ասես ընդհանրապես ովքեր էին այս մարդիկ, որոնք այսպես ահաբեկչության պլանի գործով հայտնվեցին դատարանում եւ անազատության մեջ։ Տեսեք, այսպիսի մի բան կա, մենք շատ կարոտած ենք եւ ընդհանուր մարդկանց եւ իրար շատ կարոտած ենք, երբ որ մեզ ամսի 19-ին տարան, ես այսպես ժպտում էի մեծ ժպիտով,
քույրս ասում էր, այդքան շատ մի ժպտա, դատավորը կմտածի դու շատ լավ վիճակում ես, քո կալանքը կերկարաձգի։ Ասում եմ, չեմ կարող, այնքան ուրախ եմ, որ նորից տեսնում եմ այդ մարդկանց, ու որ տեսնում եմ ընդհանրապես մարդկանց, որովհետև ասում եմ 2 ամիս ես փակված եմ եղել այդ խցի մեջ։ Տեսել եմ այդ 2 անձանց, մեկ էլ երբ որ ասենք ճաշն էին բերում, գնում էի զանգելու, կարող միջանցքով քայլող ինչ որ էլի անծանոթ մարդկանց տեսնեի։ Ուրիշ մարդու երես չենք տեսել մենք։ Այսինքն դատավարությունները քեզ համար տոն էին։ Կարելի ասել այդպես։ Ուրեմն, երբ որ մենք գնացինք առաջի դատական նիստին, ես տեսա, որ նախնական ինձ որ տվել էին 16 հոգու անուններ, հիմա 18-ն ենք մենք։ Ես 2 ամիս չեմ իմացել, որ մենք 18 հոգի ենք։ Չեմ իմացել, որ Չախալյան Վահագին են ձերբակալել։ Իրականում ես որ պայքարի մեջ եղող մարդ եմ, ասում 20 թվականից էս ամեն ինչի մեջ կա։ Ես օրինակ Չախալյան Վահագին էլ էի տեսել, բայց որ ես իրան տեսնեի փողոցում, կամ այտենց չտենալու կտայի կանցնեի, կամ կասեի բարև ձեզ կանցնեի, այսինքն ես իր հետ որևէ գործնական առնչություն չեմ ունեցել այդ մարդու հետ։ Նույնը օրինակ Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթի հետ Գալստյան, էլի կբարևեի կանցնեի։ Արսենը Ղազարյան, որ կա Էջմիածնից, մի անգամ միտեղ տեսել եմ իրան, բայց կարողա նույնիսկ չբարևեի, որ փողոցում տեսնեի։ Բայց հիմա այնքան հարազատ են դարձել այդ մարդիկ, ինձ չեք պատկերացնի։ Երբ որ սրտացավ են քո նկատմամբ, երբ որ ինձ 3 ամսով կալանք տվեցին Արսենին ու մյուսներին ազատել էին, հերթով մոտենում էին։ Արսենն էլ մոտեցել ասում, կներես Լիցիա ջան, փաթաթվել այնց։ Ասում եմ, ինչի համար ներեմ ես քեզ։ Դու ինչ ես արել, որ ես քեզ ներեմ։ Այդպես իրականում կային տղամարդիկ, որոնք ասում էին, որ մեր կալանքը երկարացրեք, Լիդիային ազատ թողեք։ Այո, Իգոր Սարգսյանը մի քանի անգամ առաջարկ է կարծեմ։ Այո, նաև ասեց, խնդրում եմ Լիդիային որպես զենք մեր դեմ մի օգտագործեք, որովհետև գիտեր, ցանկացած մարդ ասում եմ, այդ մարդկանց հետ ես սերտ կապ չեմ ունեցել։ Հա, իմացել եմ, որ այո, կա Չախալյան Վահագ օրինակ։ Բայց Վահագնի հետ ես գործնական որևէ կապ չեմ ունեցել։ Ու ինքն էլ այնպես էր անհանգստանում իմ համար։ Մենք շատ հարազատացել ենք այս ամբողջ ընթացքում։ Բոլորը ահա որ նեղվում էին, երբ որ ին կալանքը երկարաձգեցին։ Ու լրիվ անծանոթ մարդիկ որոշեցին ակցիաներ կազմակերպել։ Ես դեռ Facebook բան ոչ մի բան չեմ վերականգնել, ճիշտն ասած։ Բայց մոտ օրերս երբ որ վերականգնեմ, ուզում եմ մի հատ Արման Պետրոսյանն, եթե չեմ սխալվում, անունով տղային գտնեմով նստածույցեր կազմակերպել։ Ասում ես այդ մարդկանց չեմ ճանաչում, բայց մարդկանց ընդվզումը այնքան մեծ էր, բա այդ մարդիկ, ովքեր նույն քրեական գործով են անցնում, իրենք ինչքան մտահոգ կլինեն ինձ համար։ Իրոք ապշելու բան է այս քրեական գործը, կյանքում չեմ պատկերացրել։ Ես ճիշտ ասած կուզեմ մի հատ խոստովանություն անեմ։ Երբ որ ժամանակին տարբեր գործերով ասում էին, որ սա քաղաքական հետապնդում է, իրականում որևէ մեղք չկա այդ մարդկանց, ես երբևէ բարձրաձայն չեմ ասել դրա մասին, ասեմ այո, հա, երևի այդպես է, բայց իմ ներսում մտածել եմ, դե երևի մի բան կա, երևի մի բան արել է։ Մի բան կա, հնարավոր չի սենց հենց այնպես օթից մի բան հորինեն ու մարդուն տանեն, ասենք, բանտում պահեն։ Բայց այս մեր գործը տեսնելուց հետո ես ասում եմ մեղա Աստուծո, ես մեղք եմ գործել, երբ որ մտածել եմ այդպես։ Իրոք անկեղծ ես շատ մեծ մեղք եմ գործել այդ մարդկանց առջև։ Լիդիա, դու ունես համոզմունքներ եւ ինչպես նշեցիր, այդ համոզմունքները քեզ օգնել են այնտեղ ավելի ուժ լինել եւ ամեն անգամ երբ որ դու դատան գալիս էիր ժպիտով եւ բարձր տրամադրությամբ, չգիտեմ, ես անդադ մտածում էի մյուսների համար ես դա այդ տրամադրությունը պահում, որպեսզի ավելի ուժեղ լինեն հարազատներդ, մյուսներդ, թե իսկապես կա, փաստորեն դա այդ ուրախությունից էր, որ տեսնում ես։ Ամեն դեպքում դու այսպես քո ներքին համոզմունքները հավանաբար օգնել են քեզ այնտեղ ավելի հեշտ տանել, թեթև տանել, եթե դա կարելի է այդպես ասել։ Ինչը չի կարելի ասել, կարծում եմ, քաղբանտարկյալների ընտանիքի անդամների մասին։ Ես ինձ թվում է, որ ընտանիքի անդամները, հարազատները, չգիտեմ ինչու համոզված են, որ մայրդ ավելի ծանր է տարել, քան դու։ Եվ ավելի շատ տուժում են
տվյալ դեպքում ընտանիքի անդամները երեխաներ, ծնողներ, հարազատներ։ Նախ ընտանիքդ այս ամեն ինչին ոնց է վերաբերվել, ինչպես է հաղթահարել այս փորձությունը, եւ մի հետաքրքիր բան է ասեմ, որ Նարեկ Սամսոնյանի կինը հիմա քաղբանտարկյալ հետաքրքիր նախաձեռնություն է իրականացնում, դիմում է տարբեր Հայաստանում գործող դեսպանություններին եւ այլը, համենայն դեպս բարձրաձայնում է, պայքարում է, ինձ համար շատ լավ օրինակ է եւ անկեղծ ասած միշտ մտածում եմ, որ կարող են նաեւ մյուս քաղբանտարկյալների ընտանիքի անդամներ, ովքեր հնարավորություն ունեն ինչ որ ձևով բարձրաձայնելու այս պահին խոսեն, այս պայքարի մեջ նաեւ այդ երանգը մտցնեն, բայց վերադառնալով ընտանիքին, ինչպես իրենք կարողացան հաղթահարել եւ հիմա չեն ասում, այդ հայրենիքը մենակ քոնն է, մի քիչ էլ թող ուրիշները պայքարեն։ Չէ, նման բան չկա, երբևէ չի եղել նման խոսակցություն։ Մի քիչ ցանկություն ա եղել մերոնց մոտ, որ ավելի քիչ լինեմ ամեն ինչի մեջ, մինչև այս քրեական հետապնդումն էլ միշտ վախեր ունեցել են մերոնք, մայրս մանավանդ վախենում էր շատ, բայց նաև այն համոզումն ունեն, որ ես հաստատ հետքայլ չեմ անելու, ու այդպես ինձ համոզելու ցանկություններ շատ, այսինքն չեն համոզել ինձ շատ, որ հետ կանգնեմ այս ամեն ինչից։ Իրենք էլ մտքով ամեն ինչով այս ամեն ինչի մեջ են, բայց իրենց տեսակով մայրս օրինակ երբեք այդպես դուրս չի գա փողոցում ինչ-որ բաներ անի, էլի, կամ գնա տարբեր դեսպանություններ խոսի, բայց շատ վատ են եղել առաջի օրերին, նույնիսկ ես շատ բան չեմ էլ իմացել այնտեղ, անցած օրը քույրս էր եկել, նստել էինք, պատմում էր այդ առաջի օրվա մամայի ապրումների մասին, իր ապրումների մասին, այդպես պատմում էր, լացում էինք, անցավ գնաց։ Բայց ասեմ նաև ձիգ ենք եղել, երբ որ մտել էին մեր տուն առաջի օրը, դե մայրս տեսնում է եկել են տուն ու աղջկան ձերբակալում են։ Անհագիստ էինք շատ ներքոս, բայց ասում էր, մեզ այսպիսի բաներով չեք կարող վախեցնել բան, բայց իրականում ինքը շատ վատ ա եղել այդ ժամանակ։ Առողջական խնդիրներ են մոտ առաջացել, բայց այդպես ասում էր քննիչին այդ օպերներ են կոչվում, չգիտեմ ոնց են իրանց ասում գրական հայերենով, այդպես ովքեր որ եկել են, դենց ասում էր, մեզ չեք վախացնի այսպիսի բաներով, մենք վախեցողը չենք, իմ ամուսինն 88 թվի պայքարին ա մասնակցել, մենք տենց վախեցող մարդիկ չենք, մեր ընտանիքը, բան, sense բաներ էր ասում։ Հետո երբ որ օգոստոսի 20-ին երկարաձգեցին իմ կալանքը, այդ ժամանակ էլ էր շատ տարօրինակ, որովհետև բոլորը դիմեցին, ասացին, խնդրում ենք մենք Լիդիային ազատ արձակեք։ Բոլորը պատրաստ էին մնալ ինձ ազատ արձակելու պայմանով։ Ընդ որում ես ասում եմ, ես ունեմ ոչ թե երկու պաշտպան, դե օֆիցիալ գրանցված ունեմ երկու պաշտպան։ Այդտեղ բոլորի պաշտպաններն իմ պաշտպաններն են։ Բոլոր մեղադրյալներն իմ պաշտպաններն են։ Իրոք այդպես է ստացվել։ Բոլորը կանգնեցին, խոսեցին, տենց վստահ լինելով, որ օգոստոսին ինձ ազատ են արձակելու, ու մեկ էլ ասեցին, ոչ, երկու ամիս։ Այդ պահին դու ունեիր վստահություն, որ ազատ ես արձակվելու։ Չունեի վստահություն, ես միշտ էլ մտածել եմ, որ իրենք այս դավադրության մեջ են գտնվում, իշխանությունը դավաճան իշխանություն է եւ այդ իրանց դավադրության գործիքները, այսպես ասած, կլինի քննչական, կլինի դատախազություն, դատական համակարգ, իրենք ինքնուրույն չեն գործում։ Այսինքն իրենք չեն որոշողը ես արդար եմ պիտի լինեմ դրսում, թե չլինեմ դրսում։ Իսկ ես պահելու պատճառը ո՞րն էր հիմնական։ Բայց ուզում եմ մի հատ ասեմ նոր։ Ասա։ Երբ որ ինձ 2 ամիս կալանք տվեց, 3 ամիս կալանքս երկարաձգեցին, դե երեկոյան ուշ էինք գնացել բանտ, զանգելու հնարավորություն չկար տուն, մինչև ժամ 8-ն այլ զանգերը։ Հաջորդ առավոտյան նիստի գնալուց առաջ ասացի առաջինը զանգեմ մամային, տեսնեմ ինչ ասում։ Զանգեցի, մաման ասեց, սա էլ փորձություն է, որի միջով դու պիտի անցնես երևի։ Ուսում ինձ ձիգ ասեց ինքդ, որ այդպես ես վստահ գնացի նիստերին սպասելով, ես ասում եմ, այնտեղ էլ էի ասում, ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ես երբ ազատության մեջ կլինեմ, այլ որ ես ունենամ վերջնական արդարացնող վճիռ։ Ինձ պետք է այդ վճիռը, որովհետև իրենք կպել են իմ պատվին, որովհետև ես ասում եմ հմեկ նայելով այնտեղ, ես կարող էի մտածել, եթե ես գործի մեջ չլինեի, որ շատ վտանգավոր մարդկանց են բռնել ու որ ես իրապես հանցագործ եմ։ Ես ու մյուսները, այսինքն այնպես չի, ես հանցագործ չեմ, մյուսները հանցագործ են։
շատ վտանգավոր հանցավոր խումբ են բռնել։ Իրենք կպել են իմ պատվին եւ մյուսների պատվին ու պետքա մեր պատիվը մաքրեն իրենք։ Կլինի Հայաստանի դատականատյաններում, որևէ մեկում, թե Եվրո դատարանում մենք պետք է արդարացվենք։ Հարցը մոռացա արդեն։ Կալանքի հիմնական պատճառը ինչու էր քո հանդեպ ընդգծված այդ պատժի գործիքը կիրառելու ցանկությունը։ Ինձ կալանքի պահելով առաջին հերթին պատժում էին Բագրատ Սրբազանին եւ մյուս տղամարդկանց։ Այսինքն խղճի վրա ազդելու, հա, անչոր։ Այո, խղճի վրա ազդելու, որովհետեւ գիտեին բոլորը ամենաշատը նեղվում են, որովհետեւ ես Հոգեբանական ճնշում։ կալանքի։ Այո, իրենց այդպես պլյուս դրան ինձ ասացին, որ մեր գործը կուրացիա է անում Վահագն Ալեքսանյանը, որի մայրիկի հետ միջադեպում ես մասնակցություն եմ ունեցել։ Ես եմ եղել նկարահանողը, ես եմ իր մայրիկին ասել Վահագն Ալեքսանյանի հոր պարագայի մասին։ Հիմա ուղղակի մայրիկը մահացել է, չեմ Չարժի ուզում։ անդրադառնալ, այո։ Ակնհայտ էր այդ պահին, որ խոսքը վերաբերում է այդ միջադեպին։ Լիդիա, ամեն դեպքում ամենածանրը այդ 5 ամիսների ընթացքում ամենածանրը քեզ համար։ Առաջի առավոտն է եղել երևի։ Երբ որ չեմ պատկերացնում ես որտեղ եմ գտնվում, ինչա կատարվում։ Չգիտեմ դրսում ինչ է կատարվում, որովհետև չէի պատկերացնում մեզ տարան, հետո ինչ են անելու իրենք, հա։ Առավոտյան, երբ որ այդ ուղղակի ինքը էմոցիոնալ խնդիր է, էլի։ Առավոտյան ասենց ինչ-որ դղկոց եկավ դռան, դες էսպես դուռն է երկաթյա, վրան փոքրիկ կերակրման դռնակ կա։ Բացվեց, մոտեցա, ասենց նայում եմ, ասում եմ բարև ձեզ։ Ասես մի հատ մոտնաքաշ են ասես տալիս, ասում եմ էս ի՞նչ է։ Ասում եմ վերցրու։ Ասես վերցրել եմ, ասում եմ մերսի։ Մի քիչ ասես մի ձույ է տալիս, ասում եմ վերցրու։ Ասում եմ էս ի՞նչ է, ասում եմ նախաճաշն է։ Հա։ Ձեռնոց էր հագած, բայց այդպես տալիս են, չկարակ տվեցի։ Ասես տարել եմ, դրել եմ, նստել եմ։ Ասեմ ոնց հիմա Սրբազանին էլ է սենց անում, էս ի՞նչ է։ Մի տեսակ ոնց որ ինքնասիրությանդ կպներ էլի դա, այդ պահն է եղել երևի, հետո ծանոթանում ես այդ մարդկանց հետ, հասկանում ես, որ կարգը այդպես է։ Ամեն մեկին ամեն առավոտ մի հատ հաց էին տալիս էլի։ Ինչը կփոխհատուցեր այն ապրումները, որ ունեցել ես այնտեղ։ Հաղթանակ։ Բայց ասեմ, ես այնտեղ ճնշված չեմ եղել։ Ես այնտեղ ասում եմ, այդ պահին նեղվեցի շատ։ Ես չգիտեի եկեղեցու դեմ ինչեր է սկսվելու։ Ես այդ պահին մտածում էի, որ իրանք միայն Բագրատ Սրբազանին են ձերբակալում, որովհետև իրոք տեսնում են վտանգ կա, որ Բագրատ Սրբազանը արդեն կազմակերպել է ամեն ինչ ու վերջնական պայքարի ենք դուրս գալու, հա։ Ես մտածում էի միայն Բագրատ Սրբազանի հետ է կապված այդ ամեն ինչ, բայց հետո հասկացա, որ սա եկեղեցու դեմ շարժման հետ է կապված։ Սկզբից Բագրատ Սրբազանի միջոցով փորձեցին եկեղեցին վարկաբեկեն, դե իրա դեմ որևէ կոմպրոմատ չունեն, ուրիշ բան չէին կարող անեն այդ մարդու դեմ։ Մաքրամաքուր սրբակենցաղ անձնավորություն է Բագրատ Սրբազանը, այսինքն որևէ բան չէ, այս մի տարվա մեջ փորփրեցին չկարողացան գտնել իր դեմ, սարքեցին այս գործը, բայց ասում գոնե ուրիշ ինչ որ հոդվածով սարքեին, աղոբեկչությունը մի քիչ շատ մեծ բան է, էլի չեն կարողանալու վերջում դրա տակից իրենք դուրս գալ։ Հենց մի քիչ գոնե խելքի մոտիկ բան սարքեին։ Դե հիմա 3 սրբազաներով նույն խցում են տարբեր գործերով, այնպես չի որ նույն գործով է։ Տարբեր գործերով, ասենք Արշակ Սրբազանը թմրանյութի գործով է այնտեղ։ Սուրբ Լիդիա, դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի ինքներս մեզ հաղթելով գրքի շնորհանդեսը, դու ներկա չէիր հայտնի սահմանափակումների պատճառով, բայց ներկաներից Թովմաս Առաքելյանը պատմեց, ասաց, թե ինչ հսկայական աշխատանք ես տարել, որպեսզի այս գիրքը իրականություն դառնա, եւ կարծում եմ ոչ միայն Սրբազանի հեղինակած այս գրքի վրա ես աշխատել, այսպես ասած։ Ինչ է սովորեցրել քեզ Բագրատ Սրբազանը, ոչ միայն այս գրքի միջոցով, առհասարակ իր գրավոր խոսքի, իր բանավոր խոսքի, իր քարոզների միջոցով, առհասարակ իր կերպարի միջոցով, ինչ է քեզ փոխանցել։ Բագրատ Սրբազանին սերտ ճանաչել եմ, իր մասին լսել էի շատ, երբ որ ինքը դեռ Կանադայի թեմի առաջնորդ էր ու իր մասին պատմություններ, որ պատմեն, ինքը իմ համար մի տեսակ միֆական կերպար ոնց որ լիներ։ Ծանոթ չէի, հետո երբ որ եկավ Հայաստան, սկզբում քույրս ծանոթացրեց իր հետ, հետո եկավ դարձավ մեր թեմի առաջնորդ։
միանգամից իր գաղափարները ինքը պետականության գաղափարը կրող մարդ է, պետության հոգսով ապրող մարդ է, եկեղեցուն Աստծուն ծառայելու այդ մեծ ցանկությամբ ապրող մարդ է։ Միանգամից իր կերպարը ինձ գրավեց ու ես էլ եկեղեցու ներսում լինելով, ես Դիլիջանի համայնքից էի։ Այսպես ասած միանգամից ոնց որ սկսեցի իր հետ գործել, այսինքն այն բոլոր ծրագրերը, բաները, ինչ որ ինքը անում էր, ինձ շատ հոգեհարազատ էին, մշակութային կլինեին, ուրիշ բան կլինեին։ Օրինակ, այսպես ասեմ, ես Արցախ գնացել եմ, բայց երբ որ 2017 թվականին մեր հաղարսի շաբաթի կամավորների հետ Բագրատ Սրբազանը մեզ տարավ Արցախ, ես Արցախ ուրիշ ձևով եմ սկսել զգալ։ Երբ որ ինքը պատմում է ինչ-որ մի բան, ինքը ապրելով է դա ասում։ Ու այդպես պատմում էր, ասում էր Քարվաճառում օրինակ, այստեղ թուրքերն էին, այստեղ մենք էինք, sense կռիվներ եղավ, բան, sense ինչ-որ պատմում էր ինքը այդ ամեն ինչը։ Կանգնացնում էր մեքենան ու պատմում էր այդ բոլոր process-ները ոնց են եղել, ինչ են եղել։ Ես ուրիշ ձևով սկսեցի իմ հայրենիքը ընկալել։ Ես Տավուշը սկսել եմ սիրել Բագրատ Սրբազանի միջոցով։ Ես դիլիջանցի էի, աշխարհում ամենալավ տեղը Դիլիջանն էր, սիրում էի Դիլիջանը, Դիլիջանի մասին շատ բաներ գիտեմ, ես կարող եմ ձեզ վերցնել, գնանք Դիլիջան, ես տարից են մյուս տարի, ես պատմություններ պատմելով ման գամ, բայց ընդհանուր Տավուշի ճանաչողություն, հայրենիքի ճանաչողություն, սահմանի ճանաչողություն, այդ սահմանապահը լինելու պատվի զգացում, Բագրատ Սրբազանն է մեզ, մեր երիտասարդներից մեջ, թեմի երիտասարդների մեջ դրել։ Սրբազանը այդպիսին դարձել է ոչ թե Տավուշ գալուց հետո, ինքը այդպիսին եղել է միշտ։ 17 տարեկան տղա 88 թվին պայքարի մեջ, թռուցիկներ է սարքե բաժանել, մի խոսքով ինքը եղել է այդ պայքարի բովում, այդ անկախականության, հայկականության վերականգնման։ Ինքը գնացել է ճեմարան սովորելու, որովհետև հայկականություն է զգացել այդ եկեղեցու մեջ։ Էջմիածնում թերթորները բաժանելիս տեսնում եմ մի հատ սիրուն շենք, գնում կանգնում, ասում եմ, ինչ շենք է, պարզվում է ճեմարանի շենքն է, դիմացն էլ սարկավագներ են կանգնած զրուցում, որ հարցնում է, այս ինչ շենք է, տղաները շատ գրական հայերենով սիրուն պատասխանում են, մաքուր հայերենով, ասում եմ, ինչ որ ուրիշ մարդիկ են, էլի, ասում են, տղաներն ասում են, կուզես շենքը տեսնենք, ասում եմ, հա։ Մտնում ա ներս 88 թվին այդ հայկականության կարոտ կար, ռուսականացված միջավայր, հայերենի դիֆիցիտ, ես 90-ականներին եմ սովորել դպրոցում, մեր դպրոցում տնօրենի կաբինետի կողքը հայերենով գրած էր դիրեկտոր, տնօրեն անվանում էինք իրանք, բայց կողքը գրած էր այդպես, այսինքն նույնիսկ 90-ականներին ինչ-որ շրջան մենք դեռ այդ ռուսական լեզվամտածողությունից չէինք ազատվել, էլի մինչև հիմա էլ կա մի քիչ, բայց օտարամոլությունն է, այն ժամանակ ռուսերենի հանդեպ էր, հիմա անգլերենի հանդեպ է նույն օտարամոլության զգացողությունը։ Սրբազանը մտնում է շենք, տեսնում է գրածով Սերտարան, հայերեն։ Դες շենքի սիրահարվելով, հոգևորական դառնալու միտք չունենալով, որոշում է, որ ինքը պիտի սովորի այդտեղ։ Հետագայում է գալիս եւ Աստծո ճանաչողություն, եւ եկեղեցու ճանաչողություն, եւ մեր սուրբ հայրերի ճանաչողություն, եւ ինքը որոշում է, որ ինքն էլ պիտի շարունակողը դառնա։ Եկեղեցու մեծ արժեքը ինչի մեջ է, որ հիշողություն ունի ու շարունակականություն։ Այսինքն չի ընդհատվել ոչ միտեղ դա։ Հիշողությունը պահպանել է եւ այդ շարունակականությունը կա։ Օրինակ մենք այս արևելյան Հայաստանում ապրողներս ինչ էինք Արցախ շատ գնահատում, որովհետև այնտեղի մարդիկ հազարամյակներով այնտեղ են ապրել ու այդպես սերնդեսերունդ փոխանցվել է, ոնց որ այն մեր մայր հողին կապող պորտալաններ, հա, Արցախը։ Հիմա մի քիչ էլ գենետիկ հիշողությունը փոխանցողը իրենք էին։ Մենք այստեղ ապրողներս բոլորս եկվոր ենք, որովհետև շահաբաց տարա մարդկանց, հետո հետ եկանք այստեղ։ Չգիտեմ ինչքան կարելի է այդ թեմայով խոսել, թե չէ, բայց հետո ենք եկել այստեղ։ Մենք այդ հիշողությունը չունենք, կտրվել է մեզ մոտ միտեղ ինչ-որ մի բան։ Ու Արցախը պահելն էլ էր դրանով շատ կարևոր։ Ինչու պետք է Արցախը մնա։ Հիմա Սյունյաց աշխարհում ինչ-որ մի փոքր բան մնացել է, բայց Սյունիքն է հիմա վտանգի տակ։ Հիմա ամեն ինչն է վտանգված, ըստ էության։ Իսկ եկեղեցին այն միակ կառույցն է, որ իր սուրբ հայրերի այդ շարունակականությամբ, հոգևորականների ջանքով այդ հիշողությունը պահպանելով փոխանցել է սերնդեսերունդ ու սրբազան այդ հարազատությունը զգալով
մի աղոթք արել, ասլա թող իմ ծառայությունը լինի Աստծո փառքի ու հայ ժողովրդի շահի համար։ Երբ որ իրան ձեռնադրել են հոգևորական, իր աղոթքը մենակ դա է եղել, որ Աստծո փառքին ծառայի եւ հայ ժողովրդի շահին։ Ու այդ ձևով ինքը ապրում է։ Այդ ձևով ապրել է Հայաստանում, ապրել է Անգլիայում, ապրել է Կանադայում, այդ պատասխանատվության զգացողությամբ։ Վերադարձել է Հայաստան, նույն ձևով շարունակել է ապրել ու երբ որ Հայաստան այս վիճակում է, ինքը ուղղակի չէր կարող դուրս չգալ պայքարի։ Իր լավով ու վատով, ճիշտով ու սխալով ինքը դուրս է եկել պայքարի ու մինչև այսօր բանտից ինքը շարունակում է պայքարը։ Ամենացավալին գիտես որն է ինձ համար Լիդիա, որ երիտասարդ ինչ որ աշխուժակներ, որոնց համար հայրենիքը զուտ վաճառքի մանրադրամի առարկա դարձրած մի բան է, կարող են ասել, ինչու պիտի ասենք Բագրատ Սրբազանի նման հոգևորը զբաղվի քաղաքականությամբ կամ պետական գործերին պետության գործերին միջամտի։ Մարդիկ, որոնք ուղղակի շարքային դասալիք են, իրենք անգամ իրենց 2 տարվա ծառայությունը չեն իրականացրել հայրենիքի հանդեպ, իր ամբողջ կյանքը հայրենիքին նվիրված եւ այդ հայրենիքի արժեքներով ապրող եւ այս պահին էլ հայրենիքի համար կալանքի, խղճի դատապարտյալ դարձած մարդուն կարող են ասել նա ինչ գործ ունի պետական գործերի մեջ միջամտելու, իհարկե, չգիտեմ, զավեշտ էլ չի ողբերգություն է, որի մեջ մենք ապրում ենք։ Լիդիա, ինչ ես անելու ազատության մեջ, չգիտեմ, այս ազատության զգացողությունը արդյոք այդ ազատության զգացողությունն է, որ պիտի ունենար մարդը, ինչ ցավ ունես այս պահին, ինչ հոգսեր ունես, ինչ, այսպես ասած, տագնապներ ունես, ավելի շատ եւ ինչ ես ակնկալում վաղվա օրվանից։ Ես մի վատ հոգեբանական բան ասեմ, երբ որ ես կալանքի մեջ էի գտնվում ու քիչ ինֆորմացիա ունեի ինչա կատարվում, բայց տեսնում էի, որ որոշ վատ բաներ են կատարվում, ես մի տեսակ շատ հանգստության, խաղաղության զգացում ունեի, ինչ առումով, որ ես այստեղից որևէ բան չեմ կարող անել։ Մաքսիմում կարողանամ ինչ որ մի բան գրել, որևէ մեկին ոգեշնչել, ոգևորել ու անում էի դա։ Երբ որ հիմա պայմանական ազատության մեջ եմ, այստեղ այնքան շատ են կապանքները, որ ես դեռ իրականում չեմ էլ ադապտացել, ինձ ասել են փորձառու մարդիկ, որ մոտավորապես 1 ամիս է պետք ադապտանալու համար, ասում եմ, որ ես դեռ չեմ էլ կարողացել հինեռախոսահամարս վերականգնեմ, որպեսզի կարողանամ Facebook, email բան, նախկին բաները վերականգնեմ, այսինքն դեռ այդքան շատ ինֆորմացիա էլ չեմ ստանում։ Բայց մի վատ բան կա մեր գործով ինչը արեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը քրեականացրեց Թավշյա հեղափոխությունը։ Այսինքն մենք խաղաղ անհնազանդություններով ցանկանում ենք հասնել իշխանափոխության Հայաստանում, ինչ որ ինքը արել է։ Բայց ինքը վտանգը տեսնելով հիմա քրեականացրել է դա, այսինքն եթե դու փորձես նմանատիպ բան անես, քեզ կամ ահաբեկչության, կամ զանգվածային անկարգություններ կազմակերպել, կամ որևէ այլ հոդվածով տանելու են բանտ։ Դրա համար ես դեռ մի քիչ մոլորված վիճակում եմ, չեմ պատկերացնում, եթե այդ մի գործիքը վերցրել է մեր ձեռքից։ Մի տեսակ վստահություն ունեմ, որ ընտրություններն էլ արդար չեն լինելու։ Այսինքն այդ մի գործիքն էլ է վերցրել ձեռքիցդ։ Այսինքն ինչ գործիք ունեմ ես հիմա այս պահին գործելու։ Միակ բանը խոսելն է, որ պետք է շարունակենք խոսել եւ փորձենք այդ, չեմ ասի անտարբեր մարդ հիմա Հայաստանում չկա, այլ հիասթափ վածապատիկ վիճակում գտնվող մարդկանց այս ճշմարտության դաշտ բերելու ու վտանգները, այո, իրավիճակի վտանգավորությունը հասկացնելու համար։ Այդ պիտի անենք, պիտի խոսենք, պիտի ակտիվ լինենք սոցցանցերում, այդ ասում եմ մի մարդ ով Facebook չունի, բայց կանեմ, հաստատ անելու եմ ու պետք է փորձենք այդ քարոզչությունը տանել, հիմա ձեր հաղորդումն էլ Եվս պայքարի միջոց է։ Նպատակ, այո, պայքարի միջոց է, ասում եմ, մի գործիք, որ մենք ունենք եւ որում մենք արդեն հասել ենք ինչ որ հաջողությունների կազմակերպվածության ու մտածում ենք, որ այո, եկել է ժամանակը եւ մենք հեսա սկսում ենք փողոցային խաղաղ անհնազանդություններ ու մենք հաջողություն ենք ունենալու նախորդ փորձը հաշվի առնելով։ Այդ գործիքը մեր ձեռքից վերցրին։
Ասացին, եթե դու փորձես անել այդ ինչ բանը, իրանք հստակ իմանալով մենք ինչեր ենք արել եւ ինչ կարողա լինի, եթե մենք մտնենք դաշտ, հա, այսպես ասած։ Այդ մի գործիքը վերցրեցին մեր ձեռքից, բայց հուսով եմ կկարողանանք ազատագրել Հայաստանը, որովհետև մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք մեր առաքելությունը մոռացած ժողովուրդ ենք, բայց պիտի վերհիշենք, մենք վերաքրիստոնեացման կարիք ունեցող ժողովուրդ ենք, 301 թվականին, երբ որ մենք ընդունեցինք քրիստոնեություն, մենք արդեն մեծ չափով քրիստոնյա համայնք ունեցող ժողովուրդ էինք։ Ու 301-ին առաջինը լինելով, դա մեզ որոշակի պատասխանատվություն է տալիս ամբողջ աշխարհի մարդկության մեջ։ Մենք մոռացել ենք դա ու մի անգամ մի կնոջ փողոցում բան էին հարցնում, ինքը ասում էր, այդ մյուրունը մեր ճակատից մաքրվել է, մենք նորից պետք է մկրտվենք։ Այդ կինը շատ ճիշտ էր ասում, մենք նորից մկրտվելու, նորից վերաքրիստոնեանալու ու քրիստոնեական պետություն ստեղծելու, այդ արժեքներով ապրելու կարիք ունենք, որը լինում է քարոզչությամբ, ոնց որ արեցին առաքյալները։ Ու մենք այդ քարոզչությունը պիտի անենք բոլորով։ Լիզա, իրականում քեզ հարցազրույցի հրավիրելուց առաջ շատ երկար եմ մտածել, որովհետև անհանգստություն ունեի, որ քեզ չվնասեմ։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ լռելը հանցագործություն է։ Եթե այն մարդիկ, այն քիչ մարդիկ, որոնք ունեն այդ խոսքը, արժեքավոր խոսքը եւ համարձակություն այն մարդկանց հասցնելու, եթե իրենք չխոսեն, ապա մենք այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ լռելու եւ մեր ժողովրդի աչքերը ուղղակի ժողովրդին էս խավարի մեջ թողելու, վաղվա վտանգների մասին չխոսելու համար։ Ես շատ շնորհակալ եմ, որ նաև այս գիտակցումով դու հարցազրույցի հրավերը ընդունեցիր։ Քո վերջին խոսքին ուզում եմ ավելացնել, որ երկար ժամանակ ես միշտ մտածել եմ, որ մեզ մեր սերնդին, ոչ թե մեր ժողովրդին, մեր ժողովուրդը չափից ավելի, այսինքն ոչ թե չափից ավելի բավական արյուն է տվել, որպեսզի մենք այդ քրիստոնեական խաչը կնիքը մեր վրա կրենք, բայց մեր սերունդը գոնե ես մտածում եմ, որ մեր չափից ավելի հեշտ է տրվել քրիստոնեությունը։ Իմ սերունդը ասում է արյուն չի թափել խաչի համար, Քրիստոսի համար։ Մտածում եմ, որ եթե օրինակ հարևան երկրներից մեկում ծնված լինեի եւ ինչ մեծ խնդիր կլիներ Քրիստոսին այդպես հեշտությամբ ընդունելը, դավանելը, սիրելը, ինչը իմ ժողովրդի թափած նախկիններից թափած արյան շնորհիվ ես այսօր ունեմ, եւ այսօր իմ եկեղեցին իմ ու քո եկեղեցին, որ այսօր հալածանքների տակ է գտնվում, ինձ համար արժեքավոր է նախ դրանով, որովհետև ամբողջ Գրիգոր Լուսավորչից սկսած, անգամ մինչև Գրիգոր Լուսավորիչը իմ համար առաջին կետը Աբգար Թագավորն էր, ես շատ սիրում եմ այդ դրվագը, որ ես հպարտանալ չեմ սիրում, բայց ասում եմ, ես կհպարտանայի, առաջ կասեի Աբգար Թագավորը առաջինն էր, մենք առաջինն էինք, որ առանց տեսնելու հավատացին Քրիստոսին, բայց այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, որ մեր այդ հավատը, այդ ուժը, այդ զորությունը Քրիստոսի սերը մեր մեջ պահելու համար, մեր եկեղեցու շարունակականությունը պահելու համար պիտի նաև զոհաբերություններ անենք։ Չգիտեմ, միգուցե դա լավ է։ Ես ինչ որտեղ նաև ուրախ եմ դրա համար, որովհետև արժեքները մինչև չես զոհաբերում ինչ որ բան դրա համար գուցե եւ այնքան չես գնահատում, ինչքան որ պիտի գնահատես։ Շատ շնորհակալ եմ այս զրույցի համար, որը շատ կարեւոր էր, նաև այդ խոսքը տեղ հասցնելու համար եւ ուզում եմ մեր հաղորդումը փակենք Բագրատ Սրբազանի խոսքերով հաղթանակ այլ դրանք չունի։ Ամեն։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցը, իմ շատ սիրելի հյուրը այսօր Սրբազան պայքարի գործով անցնող Լիդիա Մանթաշյանն էր, որը 5 ամիս հանիրավի գտնվել է անազատության մեջ, հիմա էլ ինչ որ սահմանափակումներով դարձյալ կարելի ասել, որ պայմանական ազատության մեջ է, որպեսզի այն մտքերը, որոնք հնչեցին այստեղ, հասնեն հնարավորինս ավելի շատ մարդկանց, խնդրում եմ հավանեք մեր էջը, բաժանորդագրվեք, տարածեք, միգուցե այստեղ հնչած մտքերը այս պահին ինչ որ մեկին շատ կարևոր է։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը, ցտեսություն։